Լույս հաղորդաշարի եթերում կքննարկենք շատ հետաքրքիր թեմա։ Պողոս Առաքյալը Տիտոսին ուղղված նամակում բացում է մի թեմա, որն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ Իսկական որակ ընդդեմ էժանագին ձևականության։ Նա ասում է. եթե դու քեզ համարում ես առաջնորդ կամ պարզապես լավ մարդ, քո PR-ը պետք է համապատասխանի քո ներսին։ Ահա 3 հարվածային կետ այս հատվածից։ Այստեղ առաջինը խոսվում է մարդկային հորինվածքների և fake կանոնների մասին, սա ամենակարևորն է։ Պողոսն ասում է. մի լսեք որևէ առասպելներ և այն մարդկանց պատվիրաններ, ովքեր շեղվել են ճշմարտությունից։ Այսօր շատ մարդիկ կան, ովքեր հորինում են իրենց սուրբ կանոնները, սա մի արա, նա մի հագիր, սրան մի դիպչիր, բայց ներսից հենց իրենք փտած են։ Մի վազեք մարդկանց հորինած հոգևոր մոդաների հետևից, որոնք կապ չունեն իրական ազնվության հետ։ Առաքյալը շատ պարզ է խոսում, եթե դու բարկած կոտ ես, կռվարար, շահամոլ կամ չես տիրապետում քեզ, քո բոլոր աղոթքները զրո արժեք ունեն։ Իրական ուժը ոչ թե ուրիշներին ճնշելու, այլ սեփական էգոն սանձելու մեջ է։ Սա տեքստի ամենադիպուկ տողն է։ Ասում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դու կարող ես լինել ամենաստվածապաշտ մարդը սոցցանցերում կամ եկեղեցում, բայց եթե տանը կամ աշխատավայրում տոքսիկ ես և անազնիվ, դու պարզապես լավ դերասան ես։ Ինչու է սա քեզ պետք։ Որովհետև աշխարհը հոգնել է դատարկախոսներից։ Պողոսն ասում է, մաքուր մարդու համար ամեն ինչ մաքուր է, իսկ կեղծավորը ամեն ինչի մեջ կեղտ է փնտրում, որովհետև իր միտքն ու խիղճն են պղծված։ Դրա համար եկեք դադարենք մարդկանց հորինած կանոններով ապրել և սկսենք ապրել այնպես, որ մեր գործերը չստիպեն մեզ ամաչել մեր ապրած կյանքի և մեր խոսքերի համար։